Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող անձը առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 15 կիլոգրամ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության տարածք, որի մի մասը նախատեսված է եղել հենց Հայաստանի տարածքում իրացման համար, իսկ մյուս մասը առանձնապես խոշոր չափը 4,3 կիլոգրամ մարիխուանա տեսակին թմրամիջոցը Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսանենգ ճանապարհով պետք է տեղափոխվեր Վրաստան։ Վարույթն իրականացնող մարմնի փոխանցմամբ կատարված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության ողջ շղթան։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող անձը առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 15 կիլոգրամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան, որի մի մասը նախատեսված է եղել Հայաստանի տարածքում իրացման, իսկ մյուս առանձնապես խոշոր չափերով 4,3 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցը Հայաստանի Հանրապետության տարածքով մաքսանենգ ճանապարհով Վրաստան տեղափոխելու համար։ Դեռևս 2024 թվականի դեկտեմբեր ամսին նախաձեռնված քրեական վարույթ, որը նախաձեռնվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի թմրամիջոցների իրացման և 399-րդ հոդվածի թմրամիջոցների ապօրինի մաքսանենգության հոդվածներով։ Նշված վարույթի շրջանակներում տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն առաջարկել էր խոշոր գումարի շուրջ 3000, հետագայում նաև 5000 ԱՄՆ դոլարի դիմաց Իրանից Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխված թմրամիջոցները բերել Երևան քաղաք, Մեղրի սահմանային հատվածից բերել Երևան քաղաք, տեղադրել իր ասած վայրում և աշխարհագրական կոորդինատներն ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող անձին, ով իր հերթին պետք է նշված կոորդինատներն ուղարկեր արդեն Հայաստանում գտնվող տարբեր անձանց, ովքեր էլ և պետք է վերցնեին թմրամիջոցները։ Լայնածավալ միջոցառումների և իրավապահների օպերատիվ կայուն համագործակցության արդյունքում հնարավոր եղավ բացահայտել, որ հանցավորները գետի մյուս կողմից որոշել էին հատել սահմանն ու այդ կերպ թմրամիջոցը հասցնել նշանակետին։ Մշակվեց համապատասխան քննչական տակտիկա և կատարվեցին լայնածավալ վարույթային ապացուցողական և համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Հայաստանի Հանրապետության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության համապատասխան ծառայության աշխատակիցների հետ համատեղ դատարանից համապատասխան թույլտվություններ ստացվեցին գաղտնի քննչական գործողություններ կատարելու նպատակով, որոնք դատարանի կողմից բավարարվեցին։ Այնուհետև իրականացված միջոցառումների և վարույթային ապացուցողական լայնածավալ գործողությունների արդյունքում արդեն մեր վերահսկողության ներքո անձը, ով պետք է վերցներ թմրամիջոցները, ժամանել է Հայաստանի և Իրանի սահմանային հատված, որտեղից գետն անցնելուց հետո, Իրանի քաղաքացու կողմից գետն անցնելուց հետո Հայաստանի Հանրապետությունն էին նետվել սահմանային պատնեշից այս կողմ դեպի Հայաստան, նետվել էին տարբեր չափերի թմրամիջոցներ։ Բազմադրվակ քրեական գործի առաջին դրվագով գետի մյուս կողմից Հայաստան էր նետվել մարիխուանա։ Դեռևս դեկտեմբեր ամսին եղած դրվագով նետվել էր շուրջ 12 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը կրկին քննչական մարմնի, վարույթն իրականացնող մարմնի և օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո փոխարինվել էին ազատ շրջանառության մեջ գտնվող զանգվածներով, նույնանման փաթեթավորմամբ և մշակվել էին նաև հատուկ քիմիական նմուշով փորձաքրեագիտական կենտրոն ՊՕԱԿ-ի փորձագետի կողմից և տեղադրվել էին արդեն օգտատիրոջ կողմից հայտնած կոորդինատներով։
Այնուհետև առաջին դրվագով, դեկտեմբեր ամսվա դրվագով 4 անձինք էին եկել եւ վերցրել թմրամիջոցները, որոնք անմիջապես ձերբակալվեցին, ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին, նրանց նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում եւ նրանց մասով մասը անջատվել է ու ուղարկվել է դատարան։ Վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցող քաղաքացին կարողացել է հավաստի եւս մեկ տեղեկատվություն տրամադրել, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել բացահայտել ապօրինի թմրաշրջանառության ողջ շղթան։ Արդեն երկրորդ դրվագի դեպքում նույն եղանակով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին Telegram հավելվածի միջոցով կապ էր հաստատել վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցող անձի հետ եւ կրկին առաջարկել էր արդեն 5000 ԱՄՆ դոլարի դիմաց մեկ այլ ավելի մեծ խմբականակ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ մասին տեղեկացրել էր նախապես վարույթն իրականացնող մարմնին եւ կրկին նույն ընթացակարգերով դատարանից համապատասխան գաղտնի քննչական գործողությունները ստանալու թույլտվություններով եւ հետաքննության մարմնի հետ համագործակցելով նույն եղանակով Իրանից Հայաստան է տեղափոխվում արդեն 14 կիլոգրամ շուրջ 14 կիլոգրամ մարիխուանա եւ շուրջ 300 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Կրկին նույն եղանակով փոխարինվում են այդ զանգվածները, փաթեթները նույնանման զանգվածներով, սակայն ազատ շրջանառության մեջ գտնվող զանգվածներով եւ տեղադրվում օգտատիրոջ կողմից հայտնած վայրում։ Այս անգամ սակայն ի տարբերություն նախորդ դրվագի արդեն խնդրել էր տեղադրել ոչ թե մեկ վայրում, այլ 7 մասի բաժանել եւ տեղադրել 7 տարբեր վայրերում։ Հենց այդպես էլ արվեց, բաժանվեց թմրամիջոցը տարբեր զանգվածների ըստ օգտատիրոջ կողմից նշված պայմաններով տարբեր զանգվածների բաժանվեցին եւ տեղադրվեցին Երևան քաղաքի 7 տարբեր հատվածներում, աշխարհագրական կոորդինատներն էլ ուղարկվեցին Իրանում գտնվող անձին։ Թակարդ վարույթն իրականացնող մարմնի կողմից, որում հայտնվեցին ապօրինի շղթայում ներգրաված շուրջ 11 անձինք։ Նշված 7 փաթեթները եկան եւ վերցրեցին ընդհանուր թվով 11 անձինք եւ նրանք բոլորն էլ ձերբակալվեցին, ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին, նրանց նկատմամբ միջնորդություններ հարուցվեց հսկող դատախազին, որոնք բավարարվեցին եւ նրանց բոլորի նկատմամբ կիրառվեց խափանման միջոց կալանավորումը։ Քրեական վարույթի 3-րդ դրվագի համաձայն Հայաստան էր ներկրվել շուրջ 30 կիլոգրամ թմրամիջոց։ Մեղադրյալների 4-ի մասով գործից մաս անջատվեց եւ ուղարկվեց դատարան։ Նշված դրվագներով արդեն հաջորդը 3-րդ դրվագը կրկին նույնանման եղանակով Իրանում գտնվող անձը Հայաստան էր ներկրել արդեն շուրջ 30 կիլոգրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Եվ նշված երկրորդ դրվագով ձերբակալված անձանց եւ կալանավորված անձանց նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները ամրապնդվեցին վարույթային ապացուցողական բազմաթիվ գործողություններով, կատարված զննություններով, ինչպես նաև կատարված առգրավումներով, քննչական այլ վարույթային այլ ապացուցողական գործողություններով եւ արդյունքում վերջնարդյունքում նշված դրվագով 4 անձանց վերաբերյալ վարույթը մայիսի 1-ին անջատվեց եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվեց հսկող դատախազին այն հաստատելու եւ դատարան ուղարկելու նպատակով։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Ինչպես արդեն նշեցինք, 4 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, իսկ 9 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը դեռևս շարունակվում է։